Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ։ Խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Հանրապետության և ազգային ժողովի նախագահները։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքների հակազդման միջոցառումներին, նաև առցանց հարթակներում, այդ թվում սոցիալական ցանցերում երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերի։ Նախորդին էլ վարչապետը հանդիպել է Լեհաստանի նախագահի հետ։ Կարոլ Նավրոցկին ողջունել է վարչապետի այցն ու կարևորել Հայաստանի և Լեհաստանի ստորագրած ռազմատեխնիկական համաձայնագիրը։ Կարոլ Նավրոցկին համոզմունք է հայտնել երկու երկրները կշարունակեն զարգացնել և ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի ակտիվ գործակցության կարևորությունը, ընդգծել Լեհաստանի դերը Հայաստան-Եվրամիություն կապերի խորացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և առաջմղման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Լեհաստանի Սենատի նախագահի հետ։ Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական գործակցության շարունակական զարգացումն ու միջազգային հարթակներում գործակցության խորացումը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Լեհաստան հարաբերությունների օրակարգին, նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարներին։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Շարունակենք փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։ Պաշտպանական գերատեսչությունը երեկոյան հաստատել էր լուրը։ Մահացածը Աբովյանի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։ Արդյոք թոշակների բարձրացումը բյուջեի վրա մեծ բեռ չէ, հարցին ֆինանսների փոխնախարարն է պատասխանել։ Լրագրողների հետ զրույցում Արման Պողոսյանն ասել է, որ ամեն ինչ հաշվարկված է, ծախսը գնահատված։ Պողոսյանը նաև մեկնաբանել է, ինչու են որոշումը կայացրել հենց հիմա։ Կենսաթոշակների ավելացման, բարձրացման հնարավորությունը ուղիղ կապված է երկրի ֆիսկալ տարածքի հետ։ Այսինքն որքան հարկ է կարողանում գեներացնել երկիրը, որքան տնտեսական ակտիվություն է կարողանում գեներացնել տնտեսությունը եւ ինչ տեսակ ծախսեր կատարելու հնարավորություն է ընձեռում այս ամենը։ Եվ 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ բնականաբար այս հնարավորությունը գտնվել է, ֆիսկալ տարածք է ըստ էության ազատվել, 2026 թվականի համար ընդունված բյուջեում կլինեն համապատասխան փոփոխություններ, բնականաբար ծախսը գնահատված է եւ կայուն կանխատեսելի ֆիսկալ տարածք կա այս հարցը օգուտ մեր հարգարժան թոշակառուների լուծելու համար։ Բյուջեն ընդունվել է անցյալ տարեվերջին, նույնիսկ տարեվերջից բավական ժամանակ առաջ։ Այդ պահի դրությամբ իրողություններն այլ էին, կար որոշակի անորոշություն, պետք էր հասկանալ տարեվերջյան աճը ինչպիսի արագացում ունի եւ ինչ ֆիսկալ տարածք է ազատում։ Հետեւաբար շատ բնական, նորմալ վիճակ է։ Մինչև 1 միլիոն դրամ փոխանցումները չեն հայտարարագրվի։ Հայտարարագրման գործընթացում կատարվող փոփոխություններն է ներկայացրել ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետը։ Արթուր Ալեքսանյանն ասել է, որ եթե ոչ առևտրային կազմակերպությունից անձը ստացել է 500,000 դրամ, նույնիսկ եթե 1 ամսվա ընթացքում ստացել է 3 անգամ, դա կարող է չհայտարարագրվել, որովհետեւ 1 անգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 միլիոնը։ Բայց եթե օրինակ ամբողջ տարվա ընթացքում 1 անգամյա գործարքով ստացված եկամուտները գերազանցել են 1 միլիոն դրամը, դա արդեն հայտարարագրման ենթակա է։ Ինքը միանվագ գործարքներին է վերաբերվում, տարեկան կամ ամսական երևույթ ստեղ չունենք, այսինքն եթե օրինակ, մեկ օրինակ բերեմ էլի, եթե որևէ ոչ առևտրային կազմակերպությունից անձը ստացել է 500,000 դրամ, նույնիսկ 1 ամսվա ընթացքում 3 անգամ, դա կարող է չհայտարարել, որովհետև 1 անգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 միլիոն դրամ։ Բայց եթե օրինակ ամբողջ տարվա ընթացքում 1 անգամյա գործարքով ստացված եկամուտները գերազանցել են 1 միլիոն դրամը, դա արդեն իսկ հայտարարագրման ենթակա է։ Խոսքը վերաբերվում է չհարկվող եկամուտներին։ Այսինքն Իրանից հարկ չի առաջանում, որպեսզի հնարավոր լինի հաշվարկել, թե պետական բյուջե որքան հարկային մուտքեր կլինեն, կավելանան, թե կպակասեն։ Ստեղ
նշված է եկամուտները, եթե անձը, չգիտեմ, 1 միլիոն դրամ հայտարարեց, թե 1 միլիարդ դրամ, դրանից 1 դրամ պետական բյուջեի եկամուտներում փոփոխություն չի լինելու, քանի որ խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին։ Բոլոր հարցերը քննարկվելու եւ լուծում են ստանալու Առողջապահության նախարարը ներկայացրել է բուժաշխատողների աշխատավարձերի փոխհատուցման մեխանիզմը։ Անահիտ Ավանեսյանն ասել է, որ բուժաշխատողների հետ առցանց քննարկումները շարունակվում են, բոլոր հարցերը քննարկելու են եւ վստահաբար լուծում են ստանալու։ Նախկինում ինչա ապահովագրության ներդրումը, մեր սիրելի նեղ մասնագետները ունեին ֆիքսված աշխատավարձ։ Անկախ նրանից 5 հոգու էին սպասարկում, թե 25, նրանք ստանում էին որոշակի ամսական աշխատավարձ, ելնելով բեր կապիտալից, թե քանի ունեն կցագրված իրենց շրջանում քաղաքացիներ։ Բայց մենք հասկանում ենք, որ մարդուն վարձատրելու մեխանիզմում պետք է լինի բազային եւ իհարկե աշխատանքի ծավալից կախված փոխհատուցում։ Դրա համար ապահովագրության շրջանակներում նախքին ֆիքսված բեր կապիտալ հաշվարկով բազային հատվածը մնացել է միայն պետպատվերի մեր քաղաքացիների համար, իսկ ապահովագրության շրջանակներում արդեն փոխհատուցվում է ամեն դեպքով, այսինքն քան խորհրդատվություն կիրականացնի նեղ մասնագետը, այնքան ուրեմն անգամ կստանա փոխհատուցման գումար։ Հիմա փաստացի նայենք, եթե նեղ մասնագետը նախկին համակարգով ֆիքսված իր կցագրված բնակչության աշխատավարձը օպտիմալ թվերն է սրա, կազմում են 235,000 բժիշկինը եւ 120,000 բուժքրոջը, ես դա խոսում եմ ամբողջ դրույքով աշխատանքի մասին։ Եվ իհարկե տարիքային տարբերություններով էլի փոխվում էր կցագրված բնակչության օպտիմալ թվերը, այսքան էին կազմում։ Հիմա տեսնենք, թե ամսում կատարելով ապահովագրության համակարգ ինչպես է ձևավորվում աշխատավարձը։ Եվ այսպես, այսօր մեր նեղ մասնագետները ստանում են բազային աշխատավարձ միայն այն անձանց հաշվարկով, ովքեր ապահովագրված չեն, այսինքն այս կտորով նրանց աշխատավարձի ֆիքսված մասը մնում է։ Եվ այս թվերը ձևավորվում են էլի համամասնությամբ մեր բնակչությունից ովքեր են պետպատվեր, նրանց հաշվարկով տեսնում են 35,000 դրամ, կազմում է այդ բազային կտորը։ Հիմա գանք արդեն ապահովագրված անձանց մասով, տեսեք, եթե բժիշկը ամսվա ընթացքում իրականացնի 75 խորհրդատվություն եւ 34 այց, որը կազմում է օրը 4 խորհրդատվություն, 1 այց, նրա աշխատավարձը ապահովագրության շրջանակներում եւ գումարած բազայինը ավել է կազմելու, քան 235,000 դրամ։ Սիրելի բուժաշխատողներ, օրը 4 խորհրդատվություն եւ 1 այց, բայց ես վստահ եմ, որ դուք ապահովագրության շրջանակներում սպասարկում եք ավելի մեծ թվով քաղաքացիների, այսինքն ամսվա կտրվածքով միանշանակ ձեր խորհրդատվությունների քանակից ելնելով ձեր աշխատավարձը այնինչ ստանում եք ավել է կազմելու ապահովագրության ներդրման հենց հետևանքով։ Սիրելի բուժաշխատողներ, այս համակարգի ներդրումը մենք անել ենք եւ անում ենք միասին։ Ես առաջարկում եմ, որ մարտին, երբ որ կստանաք փետրվարի եւ հունվարին չմուտքագրված այցերի հաշվարկով ֆինանսավորումը եւ աշխատավարձը, եթե դրանից հետո ձեզ մոտ կլինեն հարցեր, առաջարկներ, հիմնավորումներ, ես ձեզ առաջարկում եմ հանդիպում ինձ հետ, սիրով կընդունեմ բոլորին, անհատապես վերլուծելու ինչքան է կազմել աշխատավարձը եւ արդյոք այն նվազել է եւ ինչ պատճառով է նվազել, ես ձեզ վստահեցնում եմ։ Ես ձեր շահերի նաև պաշտպանն եմ։ Այո, մենք պիտի գտնենք մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու, մեր բուժաշխատողների շահերի այդ ամենակարևոր խաչմերուկը։
Նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր հիմնակառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանման առնչվող մի շարք հարցեր։ Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցն է։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է տարածել X-ի էջում։ 1988-ին ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելություն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար, նշված է հայտարարության տեքստում։ Միանում ենք հայերին սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Facebook-յան էջում հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։ Այսօր մենք միանում ենք հայերին սգալով և տուրք մատուցելով 1988 թվականին Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին, ասված է դեսպանության գրառման մեջ։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Քոչարյանից բացի մեղադրյալների թվում են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Նախագահել է դատավոր Սարգիս Պետրոսյանը։ Հիշեցնեմ, մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի կողմից նրանց առաջադրված մեղադրանքները հակասահմանադրական ճանաչվելուց հետո։ Որոշումը բողոքարկվել էր, գործը փոխանցվել հակակոռուպցիոն դատարան, որտեղ էլ քննարկել են մեղադրող կողմի միջնորդությունը նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից դրուժբա խողովակաշարով նավթի մատակարարումները չվերսկսելը շարունակում է վտանգի տակ դնել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը։ Այս մասին նա ևս մեկ անգամ գրառում է կատարել X հարթակում, շեշտելով, որ նավթի մատակարարումները պետք է անմիջապես վերսկսվեն։ Հունգարիայի վարչապետը նաև նշել է, Ուկրաինայի նախագահից ակնկալում են, որ նա կկատարի իր պարտականությունները Եվրամիության և դրա անդամ պետությունների նկատմամբ և կվերագործարկի խողովակաշարը։ Օրբանը տեղեկացրել է, որ այսօր ավելի ուշ այս թեմայի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Սլովակիայի իր գործընկեր Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Վերջինս փետրվարի 24-ին հայտնել էր, որ Սլովակիան դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները Ուկրաինային նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։ Ուկրաինայի տարածքով դեպի Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթ տեղափոխող դրուժբա խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների պատճառով։ Բուդապեշտը և Բրատիսլավան Կիևին մեղադրում են խողովակաշարի վերագործարկումը քաղաքական պատճառներով հետաձգելու համար։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ժնևում փետրվարի 26-ին կայացած հանդիպմանը քննարկել են անվտանգության երաշխիքները և տնտեսական հարցեր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Հաջորդ փուլը նախապատրաստվում է։ Խնդիրն է այնպես անել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ հաջորդ եռակողմ հանդիպումը լինի հնարավորինս բովանդակալից։ Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական բլոկին և Ուկրաինային աջակցության երկարաժամկետ մեխանիզմներին, գրել է Ումերովը Տելեգրամում։ Ռուստեմ Ումերովը նաև հայտնել է, որ Ժնևում ուկրաինական պատվիրակությունը նախ առանձին հանդիպել է ամերիկյան կողմի հետ, այնուհետև եռակողմ հանդիպում անցկացրել ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մասնակցությամբ։ Առաջիկա օրերին սպասվում է եռակողմ հանդիպում Ռուսաստանի մասնակցությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մինչև օրս ամենաինտենսիվն էր։ Քննարկումներում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին Արաղչին նշել է X հարթակում գրառման մեջ։ Բանակցությունների այս փուլը եղել է ամենալուրջը և երկարատևը, շարունակվել է գրեթե 6 ժամ։ Արաղչին հավելել է, որ քաղաքական ուղուն զուգահեռ տեխնիկական թիմերն առաջիկա օրերին կհանդիպեն Վիեննայում,
Արաղչին նաև շնորհակալություն է հայտնել Օմանին միջնորդության, ինչպես նաև Շվեյցարիային բանակցությունները հյուրընկալելու համար։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 26-ին։ Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ն հատուկ գործողության ընթացքում ձերբակալել եւ տեղափոխել է Միացյալ Նահանգներ, ԱՄՆ դատարանից խնդրել է դադարեցնել իր դեմ հարուցված քրեական հետապնդումը, հայտարարելով թույլ տրված խախտումների մասին։ Իր միջնորդագրում Վենեսուելայի նախագահը հայտարարել է ԱՄՆ իշխանությունների կողմից իր սահմանադրական իրավունքների խախտման մասին։ Մադուրոյի պաշտպանությունը նաև պնդում է, որ քրեական հետապնդման ընթացքում նրա իրավունքները խախտվել են։ Հայցադիմումում կա պահանջ, որ Մադուրոյին ապահովվի արդար դատավարություն ԱՄՆ-ում, քանի որ Կարակասին ներկայում թույլ չեն տալիս վճարել դատարանում նրա պաշտպանության համար։ Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հատուկ գործողություն էին անցկացրել, զանգվածային հարվածներ հասցնելով Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին, այնուհետև գերի վերցնելով նախագահ Մադուրոյին եւ նրա կնոջը։ Նրանք նավով դուրս էին բերվել երկրից եւ տեղափոխվել ԱՄՆ։ Այժմ նրանք պահվում են Բրուքլինի կալանավայրում։ Ըստ Վենեսուելայի պաշտպանության նախարարության հարձակման հետևանքով զոհվել է 83 մարդ, ավելի քան 112-ը վիրավորվել։ Առաջին տիկին Մելանիա Թրամփը հաջորդ ամիս կնախագահի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, երբ Միացյալ Նահանգները ստանձնի խորհրդի նախագահությունը, ընդգծելու կրթության դերը հանդուրժողականության եւ համաշխարհային խաղաղության խթանման գործում։ Տիկին Թրամփի առաջնորդությունը կնշանավորի առաջին դեպքը, երբ ԱՄՆ գործող առաջին տիկինը կնախագահի անվտանգության խորհրդում, մինչև անդամները քննարկում են կրթության, տեխնոլոգիաների, խաղաղության եւ անվտանգության հարցերը։ Ասված է առաջին տիկնոջ գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությունում։ Նիստի թեման է երեխաները, տեխնոլոգիաները եւ կրթությունը հակամարտություններում։ Թրամփը հետաքրքրություն է ցուցաբերել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի ժամանակ ենթադրաբար առևանգված երեխաների ազատ արձակման հարցում։ Վերջերս նա հայտարարեց ուկրաինացի երեխաների եւ 1 ռուս երեխայի իրենց ընտանիքներ վերադարձնելու մասին։ Ղազախստանի Ակմոլայի շրջանի սրճարաններից մեկում տեղի ունեցած գազաօդային պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։ Այդ թվում 16-ամյա աղջիկ, վիրավորվել է 26 մարդ։ Դեպքի վայրում աշխատել է տարածաշրջանի օպերատիվ խումբ, ինչպես նաև ուղարկվել էին օդային շտապօգնության մեքենաներ։ Հրշեջների արագ գործողությունների արդյունքում այրվող սրճարանից հանվել են 5 գազի բալոն, յուրաքանչյուրը 50 լիտր տարողությամբ, եւ 2 թթվածնի բալոն, այդպիսով կանխելով շենքի ներսում հետագա պայթյունները։ Միջադեպի պատճառը եւ հանգամանքները պարզվում են, հայտնել են վարչությունից։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, օրեր առաջ Միացյալ Նահանգներում տեղի ունեցել Լոս Անջելեսում նկարահանված 16 մասից բաղկացած «Հատտյոց» կամ «Կրքոտ կինը» հումորային նոր հեռուստասերիալի առաջին եւ երկրորդ սերիաների փակ ցուցադրությունը։ Նշեմ, որ փետրվարի 24-ից Armflix կինոհարթակում արդեն ցուցադրվում է չափազանց զվարճալի բուռն հումորով հագեցած «Հատտյոց» կամ «Կրքոտ կինը» սիթքոմը։ Բաժանորդագրվեք Armflix-ին եւ դիտեք հերթական ծիծաղաշարժ սերիաները։ Դիտեք տեսանյութը։ 2 օր առաջ տեղի ունեցավ սերիալի առաջին 2 մասերի փակ ցուցադրությունը ստեղծագործական կազմի եւ հովանավորների համար։ Ինչպես տեսնում եք, անճոռնի ճուտիկը վերածվել է գեղեցկուհի կարապի։ Սերջերի է սերը հագեզի։ Դուք ասեք, ինչ եք անում ստեղ։ Համ լուրջ ես ասում։ Այդ $50 մա պիտի քեզի խապեմ, ուղարկել եմ արդեն, կդորմ սպասի մինչև հասնի, յա։ Մամա, լուրջ ես ասում, ես նկատի ունեի, որ $50 ես ընդամեն ուղարկում։ Հա, ջոմիկյան, իմ հավատս է չի գա, որ այդքան շատ եմ ուղարկել, բայց ոչինչ։ Ասեց երեխա եմ, պետք է կլոր գումար ուղարկեմ։ Լսի, սիրտս ինչպես է, բաբա խում։ Դդխ, ոնց որ երկուսով սիրով զբաղվեն մեջ, զգացիր։ Չէ, ճիշտ ասած չլսեցի։ Սերիալի գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլախչյանն է, ով արդեն բազմաթիվ հեռուստատեսային նախագծեր է գլխավորել։ Հարգելի հյուրեր, նախ բարի երեկո, բարվեք եկեք, շնորհակալություն, որ սանր ժամանակաշրջաններում ամբողջ աշխարհի համար ժամանակ եք գտնում արվեստով, ինտերտեյնմենտով հետաքրքրվելու, դիտելու, գալու, նայելու համար բոլորից խորին շնորհակալություն եմ հայտնում, անկախ եմ բանից դերասան է, թե հովանավոր է, թե բարեկամ է, ընկեր է, ամեն տեսակի այստեղ նայում եմ մարդիկ կան։ Ես նախ ուզում եմ ասել, որ
Վերջապես որոշել ենք նաև Լոս Անջելեսում է նկարահանումները վերսկսել եւ արդեն երրորդ պրոյեկտն է 6 ամսվա մեջ 3 պրոյեկտ արդեն նկարում ենք, մի հատ նմանակներ նկարեցինք, երկրորդը կրկոտկինն է, որը այսօր կդիտեք առաջ երկու սերիաները, երկուսն է հումորային կոմեդի ժանրը եւ նաեւ գրել ենք նոր սցենարիստը այն բոլոր սցենարները Երևանում է գրվել, երկուսի սցենարիստներն շատ հայտնի մարդիկ են Երևանում, նմանակները Հարություն Ղուգասյանն է, որին հիշում եք Վերվարազներից, Որոգայթից եւ այլն շատ ու շատ սերիալների հեղինակ էր, երկրորդի սրա հեղինակը կրկոտկինը, որ այսօր դիտելու ենք, սցենարիստը Նարեկ Նավակյան, որը Մկրտիչ Արզումանյանի բոլոր ֆիլմերի համարյա սցենարիստ եւ սերիալների սցենարիստը ինքն է եւ միաժամանակ ինձ երկու սցենար տվեց, սա այստեղ ենք նկարել, մի հատ Երևանում նկարել եմ ոնց էր չէ 13 վայրկյանն ենք նկարել Երևանում, որի գլխավորում Մկրտիչ Արզումանյանն ու Լիաննա Վանոյանն են, ցուցադրվեց Յուկոմով եւ մյուս ամիս ցուցադրվի այդ ֆիլմը նաեւ այստեղ Artflix-ով, ցուցադրվի ARTN-ով եւ նաեւ կտրվի հետագայում նաև YouTube։ Պարոն Օղլախչյանը նախ շնորհակալություն հայտնեց ողջ ստեղծագործական կազմին եւ իհարկե նաեւ բոլոր հովանավորներին։ Չգիտեմ, ինչ խնդրեմ որ Ջոնից հանդիպեմ։ Չդասպես որ շարունակվի, բայց ես Ջոնի լավ թաղման հանդիպինք։ Հազարական ասել։ Փոքրնար եք։ Անդրադարձ, հենდեսը գործ չունես։ Լավ։ Ոնց կասեք։ Թե ուրեմն գնացեք ու ձեր համար նոր լոյեր ճար։ Դուք ինձ խելաց կացեք, մի ամեն ինչ բացատրեք, ես դա նկատի չունեի։ Ես մի ամեն ինչ կբացատրեմ, ամեն ինչ։ Մի րոպե տիկին։ Այդ ամենը միգրացիոնին եւ մերկել ձեր հարազատներին կբացատրեք, թե ինչի համար են ձեզ Հայաստան դեպորտ արել։ Լեչես բացին հաղթես։ Մի րոպե։ Ոչխար։ Էդ ինչ է իր։ Այդ կորանալիս։ Կրկոտ կերպարը մարմնավորել է դերասան Սերգեյ Դանիելյանը, դերերում Աշոտ Ղազարյան, Աշոտ Ետիգարյան, Արթուր Հակոբյան, Հայկ Սարատիկյան, Իվետա Ետիգարյան, Լաուրա Թորոսյան եւ Ալբերտ Դիլոյան։ Ինգեր բաղտրերան չասես։ Միտեսակից մեզ եմ զգում, միայն քիմիկ, կամ ավելի շուտ քիմ։ Հովը տվել եմ, Կմի Աֆրո-ամերիկացու հայկական վայրատեքսեն նոր մարաֆոնը կշարունակենք։ Չէ, խնդրում եմ մենակ ոչ է տարբերական։ Չնայած պատկառելի տարիքին ամուսնու մահից հետո կրկոտկինը տեղափոխվել է Լոս Անջելես նոր կյանք սկսելու։ Նա վստահ է, որ դեռ չի կորցրել երբեմնի հմայքը ու երիտասարդ կողակից է փնտրում։ Լոս Անջելեսում են նաև նրա գրին քարտ շահած որդին ու հարսը, պաշտելի որդի, ատելի հարս, տղամարդ, ում սիրահարվում է եւ այդ տղամարդու իրեն սիրահարված հայր, նաև խառնակիչ հարևան, կեղծ փաստաբան եւ այլ հերոսներ։ Կրկոտ կնոջ մասին ձեր պատկերացումները կարող եք ավելի ամբողջական դարձնել մեր սերիալի միջոցով, բայց թե ովքեր են խաղում այս սերիալում, ինչ մութ անկյուններ կան այս սերիալում, կիմանաք ինձ հետ, գնացինք։ Շատ ուրախ եմ այս պրոյեկտում բան եղա, ներգրավեցի, իմ ընկերներն էին 1000 տարվա, որոնց հետ շատ աշխատել եմ եւ նաեւ նոր խումբ էլ կար, մեր ջահելները, այսպես ասած, հա, Վահեն, Լիդուշը, Սաղյան Մճտամ, Երանուհին ու տենց շատ ջերմ ատմոսֆերա էր։ Օրինակ ինձ բանից կադրից առաջ էլի շատ լավ կոմֆորտ եմ զգացել։ Ինձ սաղին շատ շնորհակալություն։ Հրաշալի ֆիլմեր ստացվել, շատ հրաշալի հետաքրքիր ֆիլմեր ստացվել։ Այս հələ սկիզբն ասենց, որ քանի գնում խորանում է։ Նախ ասեմ շատ լավ նկարած էր։ Շատ լավ խաղում էին, հետաքրքիր սյուժե էր։ Էլ ինչա պետք որպեսզի ֆիլմը համարեն, որ հաջողված է։ Այս ֆիլմը իմ կարծիքով շատ հաջողված սիրուն ֆիլմ է։ Մնում է հանդիսատեսը իր գնահատականը տա, որը չեմ կասկածում, որ բարձր է լինելու, այսքան բան։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլախչյանին, որ այսքան դերասաններ, կինոյի աշխատողներ հավաքեց եւ արդեն սա մեր երկրորդ ֆիլմն էր, պատրաստվում ենք երրորդին։ Շատ ուրախալի է։ Այստեղ էլ ամերիկյան ուրեմն մեր աշխարհից հեռու, Հայաստանից հեռու մի փոքրիկ այսպես հավաքվել ենք խումբ ու ստեղծում ենք մեր հնարավորությունների չափով այստեղ էլ կինո, սերիալ։
Շնորհակալ եմ ռեժիսորին, շնորհակալ եմ ռեժիսորներին ավելի ճիշտ, շնորհակալ եմ մեր սիրելի Գոգային, որ մեջքից հետևում տեսնում եք գովազդային ուրեմն մեր աֆիշան, որը բավական ճաշակով է հավաքված, եւ բոլոր դերասաններին շնորհավորում եմ այս հաջողության համար։ Կարծում եմ ժողովուրդը կսիրի մեր այս նկարած ֆիլմը։ Շնորհակալություն բոլորին։ Դիտեք «Հատ ծյոծ» կամ «Կրքոտ կինը» հեռուստասերիալը Armflix-ում։ Եվ հանրապետության որոշ շրջաններում սաստիկ բուք է և ցածր տեսանելիություն։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ուժեղացված հերթապահություն, կատարելով ձնամաքրման, աղավազով մշակման աշխատանքներ։ Վաղը շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 8-ից 10 նիշ։ Այսքանը դուք դիտում էիք update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անցվել լուծությունն է, բաց չթողնեք։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ու մաղթում հաճելի հանգստյան օրեր։